Շնորհակալ ենք Տիրոջից իր ներկայության համար։ Մենք ոչ միայն հավատում ենք իր խոսքի համաձայն, որ նա ներկա է մեր մեջ, շնորհակալություն նրան, որ նա զգացնել է տալիս իր ներկայությունը մեզ։ Դե գիտեք, այս բաժինը աղոթքի մասին պետք է խոսեմ։ Եվ մտածում էի այն խոսքի շուրջ, որ Հիսուսն ասաց, եւ Աստվածաշունչը այնքան է կարևորում աղոթքը, որ շատ անգամներ է խոսում դրա մասին, բայց Հիսուսը երբ որ տաճար մտավ եւ տեսավ այնտեղ ինչ էր կատարվում, հետեւյալ հայտարարությունն արեց. գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Այս խոսքից հասկանում ենք, որ Աստված այնքան է կարևորում աղոթքը, որ իր տունը ուրիշ անուններով չկոչեց։ Օրինակ չասեց, իմ տունը հրաշքի տուն պիտի կոչվի, իմ տունը զորությունների տուն պետքա կոչվի, իմ տունը պետքա կոչվի ողորմության տուն, արդարության տուն, սրբության տուն։ Գիտեք ինչի համար, որտեղ այս թվարկած բաներս բոլորը աղոթքի հետևանք է, բոլորը Աստծո հետ հաղորդակցվելու հետևանք է։ Դրա համար նախ եւ առաջինը ասում է Աստված, իմ տունը աղոթքի տուն պետքա կոչվի։ Աղոթքի կարևորության մասին մի քանի բան։ Ուրեմն այնքան կարևոր է, որ մենք մեզ հարց տանք։ Հավատացեք, այնքան կարևոր է, սիրելի Աստծո ժողովուրդ, որ երբեմն մենք մեզ հարցեր տանք, որպեսզի ճշտենք մեր սրտում եղածը եւ անկեղծ պատասխանենք։ Օրինակ, հարց տանք. ես ինչի համար եմ եկեղեցում։ Կարող ասես, Արսեն եղբայր, ես ինչ պրիմիտիվ հարց ես տալիս։ Պարշի ինչի համար եմ ես եկեղեցում։ Բայց երբեմն այսպես պրիմիտիվ հարցեր քեզ դուր եւ անկեղծ պատասխանիր։ Ես ինչի համար եմ գալիս եկեղեցի։ Ես ինչի համար եմ աղոթք անում։ Եկեղեցի գալը, աղոթելը, սրանք սովորական բաներ չեն, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ գիտեք ինչի։ Որովհետև եկեղեցու համար եւ աղոթքի եւ նրա ներկայության մեջ մուտք գործելու համար շատ թանկագին գին է վճարվել։ Նորություն չեմ ասում, չէ՞, բայց երբեմն եկեղեցի գալը այնքան սովորական է դառնում, որ երբ ուզեմ կգնամ, երբ ուզեմ չեմ գնա։ Ոնց որ դա մի հատ արտոնություն է, որ երբ ուզեմ կօգտագործեմ, երբ ուզեմ չեմ օգտագործի։ Բայց եթե գիտակցումը կա, որ եկեղեցու ծնունդի համար թանկագին կյանք է դրվել, թանկագին արյուն է թափվել, որպեսզի եկեղեցի լինի, Աստծո ընտանիք լինի երկրի վրա։ Աստծո ներկայության մեջ մուտք գործելու համար Քրիստոս այդ տառապանքի ճանապարհն անցավ, մահացավ խաչի վրա, եւ երբ որ ասեց կատարվեց, բոլորս գիտենք, տաճարի սրբության սրբոց մուտք գործելու վարակույրը վերից վար պատրվեց, որ ես եւ դու այսօր հնարավորություն ունենանք մուտք գործելու սրբատեղին, հանդիպելու նրա հետ, աղոթք անելու նրան։ Մտածում եմ շատ կարևոր է, որ աղոթքի արժեքը եւ առհասարակ Աստծո ներկայության արժեքը շատ բարձրանա մեր մեջ եւ շատ գնահատված լինի մեր մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Օրինակ այստեղ էլ կարելի է հարց տալ եւ անկեղծ պատասխանել. ինչքան կարևոր է իմ համար աղոթքը, ինչքան կարևոր է իմ համար Աստծո ներկայությունը։ Կա մի բան, որ իմ համար ավելի կարևոր է։ Միգուցե իմ միտքը ինձ ուշում է, որ չկա, իհարկե չկա, բայց գործերը ինչ են վկայում։ Ինչքան կարևոր է ինձ համար։ Ես սովորության համաձայն եմ այսօր եկել Տիրոջ տուն, թե սպասում էի այդ ժամվան, երբ պիտի գամ ու հանդիպեմ նրա հետ։ Իհարկե այստեղ շատ կարելի է կանգ առնել, բայց առաջ անցնեմ։ Երբ որ մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում, գնահատված է մեր կողմից աղոթքը, Տիրոջ ներկայությունը, միայն այս դեպքում մենք լրջությամբ, հարգանքով, սպասումով, փափագով կվերաբերվենք նրան։ Եթե գնահատված չի, հա դե ընկերներ ունեմ եկեղեցում գնում են հավես անցնում, ասենց կներեք էլի մի քիչ մեր լեզվով ասեմ։ Գնանք, բարևենք իրար, հաղորդակցվենք, դե որ մնամ տունը ինչ պիտի անեմ։ Չէ, ես ավելի կարևոր նպատակ ունեմ։
Այո, ես եկել եմ Աստծո զավակների հետ էլ հանդիպելու, հաղորդակցվելու, բայց ավելի կարևոր նպատակ կա։ Ես ուզում եմ նրա հետ հանդիպեմ։ Ես ուզում եմ ինձ այսքան թանկ գնով գնված հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Օրինակ եկեք հիշենք վերջին անգամ աղոթքի մեջ երբ ենք հանդիպել Աստծո հետ։ Իսկ եթե դժվարանում ենք հիշել, սա նշանակում է, որ կարիք ունենք վերանայելու մեր աղոթքի կյանքը։ Իսկ կարող է ուղղակի կրոնավոր մեկն ենք դարձել։ Ամեն ինչ անում ենք սովորության համաձայն, ամեն ինչ անում ենք պարտականության համաձայն։ Ես հիշում եմ, ակամայից հիմա հիշեցի, որ տարիներ առաջ Լյովա եղբայրն էր կհիշի, իր եղբայր Վալեր եղբայրն էր եկել Ռուսաստանից այն ժամանակ իրանց տունն էինք եւ մի շատ տարիներով հավատքի մեջ եղող քույր ասեց, մոտավոր երևի 35 տարի հավատքի մեջ էր, ասեց մենք միջև հիմա տպավորվել է մեջս, այդ Հիսուսի մասին շատ ենք լսել, բայց ուզում ենք իրան ճանաչենք, հանդիպենք, բայց հավատքի մեջ էր այդքան տարիներով, այս սա ինձ մտածելու տեղ տվեց, չլինի թե մեր տարիները անցնի, մենք այդպես էլ չճանաչենք մեր Տիրոջը, այդպես էլ չճաշակենք նրան, նրա քաղցրությունը, չճաշակենք այդպես էլ։ Մի փոքր աղոթքի բովանդակության մասին նաև խոսեմ, սիրելի Աստծո ժողովուրդ, քանի որ մեր աղոթքի խոսքերն են որոշում մեր հավատալիքները, այսինքն մեր վարդապետությունը, ինչպես որ աղոթում ես, ինչ խոսքեր դուրս են գալիս քո շուրթերից, դա որոշում է քո հավատալիքը, քո վարդապետությունը, որովհետև մարդ ինչպես որ հավատում է, այդպես էլ աղոթում է, բայց եթե մեր հավատքը հիմնված չէ Աստծո ճշմարիտ խոսքի վրա, ապա այն զուր է եւ ոչ մի օգուտ չի ունենալու, որտեվ երկրի վրա շատերն են աղոթում, բայց կախված է նրանից, թե ում են աղոթում եւ ինչպես են աղոթում, եւ արդյոք Աստված ասել է, որ այդպես աղոթենք, թե ոչ։ Հիշում եք Հովհաննես 15:7 խոսքում Հիսուսն ինչ ասեց, ասեց, եթե մեկը մնա իմ մեջ, իմ խոսքերն էլ նրա մեջ, ինչ որ կամենա, խնդրի, կլինի։ Մնալ Քրիստոսի մեջ եւ նրա խոսքերը մեր մեջ, հետևանքը, ասում է, ինչ որ կամենա, շատ թարգմանություններ ասում է ուզի, նույն բառն է, ինչ որ ուզենա, կխնդրի եւ կլինի նրան։ Բայց պետք է խոստովանենք, որ մեր բոլոր կամեցածները, ուզածները, խնդրվածները չեն, որ պատասխանվում են։ Տենց է թե չէ։ Ինչու՞։ Որտեղ միգուցե նրա մեջ չենք մնացել եւ նրա խոսքերն էլ մեր մեջ չեն մնացել։ Իսկ եթե հիշում եք, միջև որ Հիսուսը այս խոսքերը կասեր, խոսում էր, որ ինքն է որդը, որդատունկը, եւ մենք ճյուղերը, եւ այն ճյուղը, որ մնում է նրա մեջ, նա պտուղ է բերում, մնում է նրա մեջ։ Ինչ էր նշանակում, Հիսուսը այսպես չթողեց անբացատրելի, ինչ է նշանակում մնալ նրա մեջ, միացած լինել նրան, նրա հետ հաղորդակցվել, նրանից սնուցվել, որպեսզի պտուղ բերել։ Երբ որ դու նրա մեջ ես եւ նրա խոսքերը քո մեջ են, դու մեկացած ես նրա հետ։ Նրա կամքը դառնում է քո կամքը, նրա ցանկությունը դառնում է քո ցանկությունը, եւ դու մի բան խնդրելուց էլ հաստատ չես խնդրի մի բան, որ Աստծո կամքը չի։ Դու կխնդրես այն, ինչ որ նրա կամքն է, եւ հետևանքը կլինի նա, որ քո աղոթքը կպատասխանվի։ Դրա համար մեզ պետք է Աստծո խոսքը ունենալ մեր սրտի մեջ, որպեսզի մեր աղոթքը ձևավորված լինի Աստծո խոսքի հիմքի վրա, որպեսզի պատասխան լինի մեր աղոթքին։ Երբ մենք ոչ թե նրա մեջ ենք ապրում, այլ մեր հոգսերի մեջ, մենք կորցնում ենք նրա կամքի հասկացողությունը եւ սկսում ենք մեր կամքը թելադրել։ Երբ որ մենք մեր հոգսերի մեջ ենք ապրում, մենք կորցնում ենք նրա կամքի հասկացողությունը, գիտակցումը։ Մենք կենտրոնանում ենք հոգսերի վրա եւ կորցնում ենք նրան տեսադաշտից եւ դրա համար սկսում ենք աղոթել մեր ցանկությունների համեմատ, ոչ թե նրա ցանկության համեմատ։ Նրա մեջ եւ նրա խոսքերի մեջ մնալ
Երբ ես նրա մեջ եմ, ես հասկանում եմ ինձ ինչ է պետք, երբ նրա խոսքերը իմ մեջ են, ես հասկանում եմ, թե որն է նրա կամքը, եւ հենց դա եմ խնդրում։ Նա ասում է. կլինի քեզ, ինչպես որ խնդրեցիր։ Եթե ես նրա մեջ եմ, նրա խոսքերն էլ իմ մեջ։ Որովհետեւ Աստված իր խոսքի համաձայն աղոթներին է պատասխանում, ոչ թե մեր խոսքերի համաձայն։ Հավատքով աղոթքը, որը հիմնված է Աստծո խոսքի վրա, պետք է պատասխան ունենա եւ վերջ։ Հետո ամեն մեր շուրթերից դուրս եկած խոսքերը չենք կարող անվանել աղոթք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի քանի ձևակերպումներ աղոթքի մասին։ Աղոթքը աղաչանք է, ոչ թե հրաման։ Խնդրվածք է, ոչ թե պահանջ։ Գոհություն է, ոչ թե բողոք։ Տրտնջալով գնում ենք բողոքելով ուզում ենք Աստծուց ինչ-որ բան վերցնենք։ Դրանք առանձին կետեր են, ժամանակի պատճառով կանգ չառնեմ։ Երկխոսություն է, ոչ թե միայն մենախոսություն։ Երկրպագություն է, ոչ թե միայն ապաշխարություն։ Հատկապես այս կետը ինչի համար էի գրել, որտեվ նկատելի է տեսել եմ մարդիկ այնքան են Աստծուն ասում Տեր, կարծես չեն հավատում, որ Աստված սրտանց ապաշխարողի ներում է։ Եվ ապաշխարությունից այն կողմ կարծես թե չի անցնում իրանց աղոթքը։ Աղոթքի մեջ կարևոր է, որ ներառված լինի եւ շատ կարևոր է երկրպագություն Աստծուն։ Աղոթքը մեր վարդապետության, հավատքի, դավանության արտահայտման ձևն է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, նորից եմ ուզում այստեղ շեշտ դնեմ։ Աղոթքի մեջ վարդապետություն կա, հավատալիք կա։ Երբ որ դու աղոթում ես, քեզ լսողը հասկանալու է, դու ինչի ես հավատում, դու ո՞նց ես հավատում։ Մեկ աղոթներ կա լսում ես, ասում ես լուրջ։ Այդպես պետք է պահանջել Աստծուց, նոր խոսում էի դրա մասին, կամ այնպիսի աղոթներ ես լսում, որ ներսդ չի արձագանքում, որ ասես ամեն։ Այն որ Կորինթացիս 14-րդ գլխի մեջ ասում է, որ ասում է քեզ լսողը կարող է ասի ամեն։ Էսի ճիշտ է լեզուների աղոթքի մասին, բայց նաև ճիշտ է, որ քեզ լսողը հասկանա հատկապես դու ինչ ես ասում, որ քեզ հետ միաբանվի, ասի ամեն։ Եվ ոչ միայն հասկանա, թե ինչ ես ասում, այլ հասկանա, որ դու Աստծո խոսքի համեմատ ես աղոթք անում, Աստծո կամքի համաձայն, եւ Աստծո կամքի համաձայն աղոթքին արձագանքում է ներսդ, ասում ես ամեն, ես էլ եմ ուզում, որ այդպես լինի իմ կյանքի մեջ։ Սա նշանակում է, որ աղոթքը իր մեջ վարդապետություն է պարունակում, այն, որ աղոթում ենք, մեզ լսողը կամ ասելու է ամեն, կամ էլ չի համաձայնվելու մեզ հետ, որտեղ մեր աղոթքի հիմքում ընկած չի Աստծո խոսքը։ Մի համարել կարդամ Սաղմոս 53:2-ը գրված է. Աստված երկնքից մտիկ է անում, նայում է մարդկանց որդիների վրա, որ տեսնի, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրի։ Մի հատ խնդրեմ, եկեք պատկերացնենք, հա, այս տեսարանը։ Աստված երկնքից նայում է եւ տեսնում է աղոթող մարդ եւ հայտարարում է. ահա իմաստուն մարդ։ Աստծուն խնդրել, դա նշանակում է աղոթք անել։ Աստված նայում է, տեսնում է արշակը խնդրում է, իրանից աղոթք անում, ասում է ահա իմաստուն մարդ գտա։ Փաստորեն Աստծուն խնդրելը իմաստություն է։ Ինչու՞։ Որովհետև արարվածը աղոթելով վկայում է արարչի մասին։ Սա հավատքի դրսևորում է։ Աղոթքը մեր հավատքի դրսևորումն է առ Աստված։ Աղոթելով մարդը հաղորդակցվում է տիեզերքի ամենաիմաստուն անձնավորության հետ եւ հետևանքը լինում է այն, որ աղոթողն ինքն էլ դառնում է իմաստուն։ Աղոթող մարդը վկայում է իր անկարողության մասին եւ խոստովանում է Աստծո ամենակարողությունը։ Աղոթող մարդը գիտակցաբար իր կախվածությունն է հայտնում նրանից, ում որ աղոթում է։ Մարդն ով աղոթում է, վկայում է այն մասին, թե ինքը Աստծո կարիքն ունի։ Ամփոփելով խոսքը, սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ նորից ասել, որ շատ կարևոր է, որպեսզի աղոթքը, Աստծո ներկայությունը մեզ համար
շատ թանկ լինի։ Եկեք ասենց ասեմ, էլի ամենաթանկը լինի, ամենակարևորը, ամենագնահատվածը լինի նրա ներկայությունը, աղոթքը մեր համար։ Եվ հիշենք նաև, որ կարևոր է, որ նրա խոսքով մենք լցված լինենք եւ մենք ինքներս լինենք Քրիստոսի մեջ, որպեսզի մեր աղոթքներն էլ պատասխանվի։ Եվ կարևոր է, որ մեր աղոթքները համապատասխանեն Աստծո խոսքին եւ Աստծո կամքին, որպեսզի մեր աղոթքին պատասխան լինի։ Որովհետև եթե ես հավատում եմ այնպես, ինչպես ես եմ ենթադրում եւ այդպես եմ աղոթքանում, այդ աղոթքին պատասխան չի լինի։ Աստված խոստացել է պատասխանել իր կամքի համեմատ աղոթքներին։ Եվ ուզում եմ նորից հիշեցնել, որ քեզ լսողը հասկանալու է, ինչպեսին է քո վարդապետությունը եւ հավատալիքը։ Դրա համար եկեղեցին նրա համար է, որ մենք լինենք եկեղեցում, սովորենք Քրիստոսի վարդապետությունը եւ Աստծո խոսքը նրա համար է մեզ տրված, որ լցվենք այս խոսքով, որպեսզի նրա կամքը ճանաչենք եւ նրա կամքի համաձայն աղոթք անենք։ Եվ վերջի միտքն էլ ասեմ ու միասին աղոթենք։ Եվ քանի որ Աստված ինքը հայտարարում է, որ իր տունը աղոթքի տուն պետքա կոչվի, սիրելիներ, փառք Տիրոջը այս եկեղեցու համար, որ այս եկեղեցին որոշել է ամենօրյա աղոթքներ ունենալ։ Բայց այդ ժամին ցավոք սրտի քչերն են այս նստածներից մասնակցում։ Սիրելիներ, Աստծո տունը աղոթքի տուն պետքա կոչվի։ Եվ Աստծո տունը աղոթողներով լցված պետքա լինի։ Եթե այս խոսքի միջոցով Աստված քո սրտի հետ խոսեց, այսօր խնդրի Տիրոջը, որ աղոթքի փափագը, Աստծո ներկայության նկատմամբ փափագը մեջդ ավելանա, որպեսզի ամեն հնարավորություն բաց չթողնես լինելու նրա ներկայության մեջ եւ աղոթք բարձրացնելու Աստծուն, որ սա մարդկությանը տրված, ես կարող եմ համարձակ ասել, ամենաթանկագին պարգևներից, շնորհներից մեկն է աղոթք անել Աստծուն։ Ամեն։